Սարգսյան, սա իմ հայրիկն ու մայրիկն է։ Շատ ջահել են, չէ՞։ Ծանոթացան, ամուսնացան, ծնվեց Էլենը, իմ քույրը։ Քանի որ շատ աշխուժ ու հետաքրքրասեր երեխա էր, գնաց երգի, հետո լոխի, հետո պարի, հետո սահադաշտ, հետո շախմատի, բայց վերջում, քանի որ շատ խելացի էր, որոշեց ընդունվել ամերիկյան համալսարան և դառնալ բիզնեսմեն։ Սա մեր տան երեխաներն են, մինչև իմ ծնվելը, Անուշկան, իմ մեծ քույրիկը, Միրանը, ողբերս, որ իմը շատ հեռու է, շատ եմ կարոտել, Միլենը, Էլենն ու Անին։ Դե հասկանում եք, ես էի պակասում, եկա ուշացումով, բայց ոչ ուշացած։ Ուղիղ 10 տարի առաջ, հայրիկիս 32-ամյակին մայրիկս շատ մեծ անդակնկալանեց, ծնվեցի ես։ Չեք հավատա, բայց ես եմ, նոր եմ ծնվել, մամաս, պապաս չէին հավատում, երբ շատ ուրախանալուց էր։ Պապասա, տեսեք ինչ ջահել է ուրախ, ասում են ինձ շատ է սպասել։ Էս էլ եկել են ինձ հիվանդանոցից տուն տանեն, աղագի մարդ է հավաքվել, քավորս էլ կա նկարում, ինքն էլ է շատ ուրախացել։ Պատմում եմ, որ տուն բերելուց նենց է սիգնալները կապել, որ հարևանները իմացել են հարսանիքը, հետո պարզվել է, որ արտակի տաղուն են տուն բերել։ Ես էլ քավորից տղեկն են, Էրոն ու Էրոն, փոքր են, չէ՞։ Հիմա տեսեք ոնց են մեծացել, կարգին տղեկ են դարձել։ Դեն էլ քավորից աղջիկն է, Միլենը։ Էս հիմա տան հատիկն է, չեմ հիշում ինչ եմ վերցրել, թե մկրատ, թե բոքսի պերչատկա, բայց մամաս մոռացել է գնդակ դնի, թե չաստը գնդակ կվերցնի։ Իմ երազանքն է դառնալ հանրաճանաչ ֆուտբոլիստ։ Էս հորքուրս է, իմ հարազատ, խաղցր, ջիգերը հորքուրը։ Ուն վրայից միշտ տորտի հոտ է գալիս։ Դե շատ լավ տորթեր է թխում, էլի։ Հեսա մի քիչ հետո կուտեք, կհամոզեք։ Շատ համոզեք։ Դե որ ասում եմ հորքուր, Անին է հետն է։ Ով կողքիցս հեռը չէր գնում, երբ փոքր էի։ Էս օպարս է, իմ պոնչոն։ Երևի պապայս չափ ուրախացել էր։ Մամաս պատմում է, որ առավոտ 7-ին եկել է հիվանդանոցի բակ, սպիտակ նիվայով, սիգնալները կապել է, որ բոլորը դուրս են նայել։ Հետո գոռացել է, հələ դրան ցույց տուտենամ հաստատ տաղա է, այդ օրվանից ինձ միշտ դուխ է տալիս, ուժ է տալիս, ու սովորացնում է տղա լինել։ Էս Միրան պապիս է, որ իմ ծնվելուց մի տարի առաջ է Մոսկվայից եկել։ Ու ես երևի միակ թորնիկն եմ, ում թե ծնվելուց, թե մեծանալուց է ներկա եղել։ Ինքը ասում է, որ մենակ իմ մանկությունն է տեսել։ Մնացած թորները ծնվել են, գնացել է Մոսկվա, եկել է, տեսել է արդեն մեզ է։ Էս էլ աշխարհի ամենալավ, ամենաբարի, ամենաքնքուշ, ամենասիրուն տատին է։ Ում տատին է։ Ինչ պատրաստ է կատարել, բոլորի ցանկությունները, բայց հատկապես իմ։ Մի հատ գոռում եմ, տատի, ու վերջ։ Էս էլ մյուս տատիս ու պապիս է։ Խաչիկ պապիս, ուտող, խամող, քեֆանող, մի խոսքով կարգին մարդ է։ Տատից միշտ հավասարակշռված, հարգված ուսուցչուհի է, որ մշտապես զբաղված է իր աշակերտներով ու պարապողներով։ Ինձ էլ միշտ խորհուրդ է տալիս, լավ սովորել, որ լավ մարդ դառնամ։ Քեռիսը, ով չնայած կյանքի դժվարությունների, միշտ պահպանում է հումորի զգացումը, միշտ ուրախացնում է մեզ։ Հերթը հասավ իմ ջահել, սիրուն, ակտիվ, ուրախ մորքուրին, ով Էլենի ծնվելուց ավելի շատ է ուրախացել, քան իմ, բայց ինձ էլ է շատ սիրում։ Տեսնվոն էլ իմ մանկության անբաժան մասնիկն է, բոլոր չարաճճիությունները իրար հետ են կանում։ Սա իմ մեծ ընտանիքի մի փոքրիկ մասնիկն է։
Սա իմ մեծ ընտանիքն է։ Շնորհակալ եմ բոլորին ներկա գտնվելու համար։ Հուսով եմ անակնկալը ձեզ դուր։ Ցանկանում եմ բոլորին Հարցություններ